Շնորհակալություն, հարց ուղղում եմ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Տիկին Ժաննա Անդրեասյանին. Տիկին Անդրեասյան, նախորդ տարի մենք ներդրեցինք մի համակարգ, որով հնարավորություն էր տրվում քաղաքացիներին իրենց եկամտահարկից մի որոշ բաժին, կոնկրետ 100,000 դրամ, ծախսել կրթության ուղղությամբ. Եվ մեր նպատակը այդ ծրագրի ներդրմամբ ոչ միայն այն էր, որ խթանենք կրթական քաղաքականությունը, կրթվելու քաղաքականությունը, այլ նաև բերենք արտադպրոցական հաստատությունները լիցենզավորման դաշտ։ Ես կարծում եմ այս մի տարին երևի բավականաչափ ժամանակ է կանգ առնելու եւ տեսնելու թե ինչպիսի արդյունավետությամբ է համակարգը գործել եւ եթե դուք կարող եք տվյալներ ասել մոտավորապես ինչքան կազմակերպություն կամ անհատ է լիցենզավորել իր գործունեությունը վերջին տարվա ընթացքում եւ որպեսզի հասկանանք արդյոք դա կապ ունի մեր քաղաքականության հետ թե չէ համեմատենք նաեւ դրա նախորդիվ շրջանում ինտենսիվության հետ այդ կազմակերպությունների լիցենզավորման Խնդրեմ, հարցին կպատասխանի Ժաննա Անդրեասյանը, համեցեք տիկին նախարար։ Շնորհակալություն Տիկին Ղազարյան, հարցի համար իսկապես շատ կարևոր թեմա է եւ այստեղ մի ճշտում ուղղակի անեմ, խոսքը ոչ թե լիցենզավորման մասին է, այլ երաշխավորման եւ տարբեր անհատները իրավաբանական անձինք սահմանված կարգով ներկայացնում են կրթական ծրագրերը երաշխավորման թվերը իրոք տպավորիչ են մենք այս որոշումը ընդունելուց հետո շուրջ 800 ծրագիր ենք երաշխավորել սա որպեսզի պատկերացնեք համեմատության մեջ ավելի քան 10 անգամ ավել է քան նախկինում 1 տարվա ընթացքում էինք երաշխավորում կրթական ծրագրեր եւ սա նշանակում է որ իսկապես դաշտը զարգանում է եւ մասնավորապես սա կարող եմ ասել նաեւ տեսնելով թե ինչ կազմակերպություններից ենք ստանում կրթական ծրագրերի երաշխավորման հայտերը եւ թե ինչ ուղղություններով Եթե ուղղությունների մասին խոսենք, պետք է ասեմ, որ շատ պրակտիկ նաև դասընթացներ են ամենատարբեր ոլորտների, այդ թվում տնտեսության, սպասարկման, ծառայությունների ոլորտներին վերաբերող եւ սա նշանակում է նաև, որ կա այդ պահանջարկը։ Ու ես հատկապես սոցցանցերում հաճախ եմ տեսնում նաև, որ որևէ մեկը գովազդում է կրթական ծրագիրը, շեշտելով այն հանգամանքը, որ դա երաշխավորված է նախարարության կողմից եւ հետեւաբար համընդհանուր հայտարարագրման շրջանակներում սոցիալական կրեդիտի ենթակա ծախս է։ Եվ այդ տեսանկյունից կարող եմ ասել, որ իսկապես շատ մեծ շարժ է սկսվել եւ այս տարի դեռևս հունվարը չի ավարտվել, բայց մենք արդեն 100-ից ավել ծրագրեր միայն հունվարի սկզբից ենք երաշխավորել, ամեն օր հոսքը շատանում է եւ դա ցույց է տալիս, որ իսկապես կրթական ծառայությունների շուկան, ոչ ֆորմալ կրթական ծառայությունների շուկան ակտիվ զարգանում է։ Բայց քանի որ այս թեմայով խոսեցինք, կուզեի ձեր ուշադրությունը հրավիրել եւս մեկ հանգամանքի, իրականում եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգը նաեւ դասագրքերի դիմաց վարձավճարներն է սոցիալական կրեդիտի հնարավորության ներքո դիտարկում եւ սա նշանակում է, որ 5-ից 12-րդ դասարանների սովորող ունեցող յուրաքանչյուր աշխատող ծնող համապատասխան ընթացակարգով 3000 դրամ միանվագ հետ է ստանում դասագրքերի վարձավճարի որպես փոխհատուցում։ Եվ կարող եմ ասել, որ այս ծրագրի շահառու են ավելի քան 300,000 երեխաների ծնողներ եւ ինչը շատ կարեւոր է հետևանքի տեսանկյունից, սա օրինակ բերում է նրան, որ 5-րդ ու 6-րդ դասարաններում դասագրքերը ըստ էության ամբողջությամբ անվճար են դառնում, որովհետեւ այս 3000 դրամը, որը որպես սոցիալական կրեդիտ վերադարձում է, ամբողջությամբ փակում է այն վարձավճարի չափը, որը ծնողները պիտի վճարեն, բայց մյուս դասարանների պարագայում էլ միջինում 66%-ով վարձավճարը նվազում է, ինչը թույլ է տալիս ասել, որ էական ազդեցություն է նաև սոցիալական իմաստով ավելի համատարած ու մասսայական բնույթ կրող գործընթացի համար։ Շնորհակալություն։ Արձագանք Շնորհակալություն Տիկին Անդրեասյան եւ քանի որ եկանք սահուն հասանք հանրակրթության ոլորտ, ես հիշեցի, որ նախորդ տարի տարեվերջի հարց ու պատասխան ժամանակ, երբ որ մենք խոսում էինք ատեստավորման արդյունքներից, դուք ասացիք, որ դեռ բողոքարկման ընթացքի մեջ ենք եւ որոշ տվյալներ ամբողջական չեն։ Ես կուզենայի, եթե այս պահին ամբողջական են տվյալները
այսինքն ակնհայտ է էլի, որ այս բանը արդեն ամբողջական են, ասեք ինչ արդյունքներ ունենք, լավ կլինի որ համեմատեք նաև նախորդ տարիների հետ, որպեսզի այդ դինամիկան երևա, եւ երկու տվյալ, որ ինձ շատ է հետաքրքրում եւ վստահ եմ քաղաքացիներից շատերին էլ, մենք նախորդ տարի հնարավորություն տվեցինք այն ուսուցիչներն, ովքեր որակավորում ունեն, բայց դպրոցում չեն աշխատում, նույնպես մասնակցել ատեստավորմանը, ինչպիսի արդյունքներ ունենք դրսից ուսուցիչների մասնակցության եւ համակարգ մտնելու եւ նաեւ այսպիսի ես գիտեմ, որ այս թիվը չեք կարող ճշգրիտ ասել, բայց մոտավորապես այսպիսի մի բան էլի, վերջացնում եմ պարոն Սիմոնյան։ Մենք ասում ենք, որ 13 ուսուցիչ 700,000 դրամից ավել է ստանում եւ դա տեսանելի չի, բայց եթե օրինակ մենք մասսայաբար մի թիվ վերցնենք եւ ասենք, թե Հայաստանում քանի ուսուցիչ է օրինակ 200,000 դրամից ավել ստանում, մոտավորապես այս թիվը կարող ենք այս պահին պատկերացում ունենալ։ Շնորհակալություն Տիկին Ղազարյան, կամավոր ատեստավորման արդյունքները ամբողջությամբ ամփոփված են 9602 ուսուցիչ, որը մեր ուսուցչական կազմի շուրջ 31%-ն է, մեր ամեն երրորդ ուսուցիչ հաջողությամբ հաղթահարել է ատեստավորումը եւ ստանում է բարձրացված վարձատրություն եւ սա իսկապես բավականին լավ դինամիկա ու առաջընթաց է։ Ընդհանուր առմամբ մենք ոչ միայն կամավոր ատեստավորման ուղղությամբ ենք այս տեմպը տեսնում, օրինակ տարակարգին դիմելու եւ տարակարգ ստանալու տեմպը ավելի քան 3 անգամ աճել է եւ այս քաղաքականությունները ունեն կոնկրետ արդյունք ու կոնկրետ հետևանք, որովհետեւ նախորդ տարի մեր դպրոցներ մտել են շուրջ 4000 նոր ուսուցիչներ։ Նրանց 80%-ը միջև 45 տարեկան մարդիկ են, ովքեր ընտրել են մանկավարժությունը, ուսուցչի մասնագիտությունը, որովհետև տեսնում են կառավարության քաղաքականությունը եւ տեսնում են, որ կառավարության քաղաքականության շնորհիվ ուսուցիչը մասնագիտական զարգացման համապատասխան խողովակներով արժանապատիվ վարձատրության հնարավորություն ունի։ Ինչ վերաբերում է 200,000 եւ ավել ստացող ուսուցիչներին, կարծում եմ շուտով առողջապահության ապահովագրության համակարգն էլ կտա դրա պատասխանը, մենք լրացուցիչ այս թիվը նույնպես կներկայացնենք։ Շնորհակալություն։